Զվարթնոց համայնքում, զբաղվում եմ ծաղկաբուծությամբ, ուղիղ 1 տարի առաջ, երբ որ Ռոսելխոզնազորը արգելեց Հայաստանից ծաղիկ արտահանելը, մենք կազմակերպեցինք ջերմոցատերերով և որոշեցինք գնանք ՍԱՏՄ կոչված կազմակերպություն և այնտեղ մեզ խաբեցին։ Ես ուզում եմ այսօր 2 րոպե տրամադրեք խոսեմ գյուղատնտեսությունից։ Ուրեմն, սիրելի ժողովուրդ, ես հազիվ եմ էմոցիաներս պահում, որ հանկարծ ուրիշ բառ չարտահայտեմ մեր երկիրը ներկայացնող սուտխոսաններից։ Ես հրավիրում եմ իրենց, թող գան Զվարթնոց համայնք, ես ցույց տամ իրենց իրական դեմքը, թե ինչ կորուստներ են կրում ջերմոցատերերը։ Ուղիղ 1 տարի խոսք տվեցին, որ կգան ջերմոցներ, հասցեներ վերցրեցին, որ անպայման ձեր խնդրով կզբաղվենք, ուղիղ 1 տարի ոչ ոք ոչ մի քայլ չի արել։ Այսօր բոլոր ջերմոցատերերը կանգնած են մեծ խնդրի առաջ, ոչ թե երեկվա արգելքով, այլ ուղիղ 1 տարի առաջ արգելեցին, ով իրենց մոտ էր կանգնած ծաղիկը արտահանում էին, իսկ գյուղացիները թափում։ Վաղվանից ես կոչ եմ անում բոլոր ջերմոցատերերին, միավորվենք ու ցույց տանք, թե օրեկան քանի 100,000 ծաղիկ ենք թափում, բառիս բուն իմաստով թափում։ Ես անձամբ հանդիպել եմ Սամվել Կարապետյանի հետ իր տան բակում և նա մեզ խոսք չի տվել, նա իմ աչքերի մեջ նայելով ուղիղ ասել է. ես երաշխավորում եմ, որ կարճ ժամանակում կլուծեմ թե մթերքի մթերման և արտահանման հարցը։